Ինչ պետք է իմանալ դրոշմավորման ենթակա նոր ապրանքների եւ ժամկետների մասին։ Կարևոր է իմանալ, որ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատվել է Հայաստանում նույնականացման միջոցներով դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկը եւ դրոշմավորման ներդրման ժամկետները։ Ինչպես գիտենք, դրոշմավորումը արտադրող կամ ներմուծող ընկերության կողմից նույնականացման միջոցի Data Matrix հատուկ թվային ծածկագրի տեղադրումն է դրոշմավորման ենթակա ապրանքի վրա, մինչ այդ ապրանքը օտարելը կամ վաճառելը։ Այժմ դրոշմավորման ենթակա նոր ապրանքների եւ ժամկետների մասին։ Այսպես, 2025 թվականի մարտի 1-ից նույնականացման միջոցներով արդեն դրոշմավորվում են թեյը եւ սուրճը, կենդանական եւ բուսական յուղերը ձեթը, պահածոյացված մթերքը, շոկոլադը եւ կակաո պարունակող սննդամթերքը, մակարոնեղենը, գազավորված եւ ոչ գազավորված ըմպելիքները, ոչ ալկոհոլային խմիչքները, գարեջուրը եւ քացախը։ Այնուհետև 2025 թվականի հունիսի 1-ից դրոշմավորվելու են մսամթերքը, կատնամթերքը, պաղպաղակը, երշիկեղենը եւ կենդանիների կերը։ Իսկ 2025 թվականի սեպտեմբերի 1-ից նաեւ դրոշմավորվելու են նավթավերամշակման արտադրանքը, ներկանյութերը, լաքերը եւ չորարարները։ Կարևոր է նաեւ իմանալ, որ դեղերը, վիտամինները, օծանելիքը, կոսմետիկան, հիգիենա եւ խնամքի միջոցները դրոշմավորվելու են 2026 թվականի հունվարի 1-ից։ Ի գիտություն, արտադրող եւ ներմուծող ընկերությունները նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման գործընթացը կամավոր կարող են սկսել սահմանված ժամկետներից ավելի շուտ։ Ապրանքների թվային դրոշմավորման մասին մանրամասն կարող եք ծանոթանալ ներկայացված QR կոդի միջոցով։ Եղեք իրազեկ եւ դրոշմավորեք ապրանքները ժամանակին։ Պետական եկամուտների կոմիտե։